Բարև ձեզ, Եվրոմեդիա 24-ի տաղավարում այսօր զրուցելու եմ անկախ վերլուծաբան Կարեն Մաչկալյանի հետ, բարև ձեզ պարոն Մաչկալյան։ Բարև ձեզ։ Կուզեի ձեր կարծիքը իմանալ նախ եւ առաջ Գյումրիում ընդդիմության տարած հաղթանակի մասին, գիտեք, թե Գյումրիում, թե Փարաքարում իշխանական տեխնացուին չհաջողվեց հավաքել 50+1% ձայներ եւ այդ համայնքներում, եթե անակնկալներ չլինեն, ապա կլինեն ընդդիմադիր համայնքապետեր։ Ինչ վերլուծություն ունեք այս հարցի հետ կապված։ Շնորհակալություն հրավերի համար։ Տեսեք, Գյումրիի ընտրությունները նախ ասեմ կանխատեսելի էին, որ արդյունքը կանխատեսելի էր եւ ես հիմա մի փոքր նայում եմ դաշտը, որոշակի խմորումներ են գնում այս վերջին մի քանի օրվա ընթացքում, բայց կարծում եմ կգան ընդհանուր հայտարարի, քանի որ տարբեր առաջնորդներ իրենց հայտարարություններով գրեթե արդեն համաձայնության են եկել, բայց գրեթե մենք այդ ամեն ինչը կտեսնենք ամսի 16-ին նիստի ժամանակ։ Գիտեք ինչ, Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, որ ինչ է սպասվում մեզ 2026 թվականի հերթական ընտրությունների ժամանակ։ Եվ պարզվեց, որ այո, հնարավոր է հավաքական ընդդիմությունը հաղթի այս իշխանությանը, եթե լինեն միասնական։ Այս ընտրությունները ապացուցեցին, որ ընտրություններով հնարավոր է, ինչը շատ տարաձայնություններ կան հիմա տարբեր թևերի մեջ, որ մի մասը գտնում է քաղաքական գործիչներից, որ հնարավոր է, մի մասը գտնում է, որ հնարավոր չէ։ Իմ կարծիքով հնարավոր է եւ Գյումրիի ընտրությունները ապացուցեցին, որ այո, հնարավոր է ընտրություններով հաղթել իշխանական թևին։ Բայց այնուամենայնիվ պետք է սպասել ընտրություններին, թե պետք է այս հաղթանակը ընդդիմության մոբիլիզացնել եւ մինչեւ ընտրությունները իշխանապողության հարցը լուծել։ Նախ ես կարծում եմ Գյումրին պետք չէ դիտարկել որպես ինչ որ մեկնարկ ինչ որ մի նոր պայքարի, որովհետեւ այսօր իրավիճակը այնպես է, որ իշխանությունը կարծում եմ Գյումրին հենց դիտավորյալ նույնիսկ հանձնեց ընդդիմությանը, ես ձեզ ասեմ, ոնց հասկանում եմ, բողոքարկման ինչ որ բաներ առանձնապես չի եղել Գյումրիում, ինչ որ ընտրակեղծարարություն, ինչ որ այսպես ասեմ, որ ազդել է ընտրության արդյունքներին, ոնց հասկանում ենք, չի եղել։ Եվ դրանով իսկ պայմանավորված հիմա սենց ասեմ, իշխանական թևը հիմա ասում է, այո, հաղթել է ընդդիմությունը, զբաղվեք Գյումրի քաղաքով։ Եվ վերջ։ Նկատի ունեմ շատ աշխարհում օրինակներ կան եւ տարբեր ընդդիմադիր գործիչներ զբաղեցնում են տարբեր պաշտոններ նամանավանդ տեղական ինքնակառավարման մարմիններում։ Սա բնական նորմալ երևույթ է եւ դա ինչ որ դիտարկել որպես մեկնարկ, որպես արդյունք, այո։ Որպես արդյունք, այո։ Բայց որպես ինչ որ մեկնարկ ես չեմ կարծում, բայց նաեւ չեմ բարձրում արտահերթ ընտրությունները։ Ամենայն դեպս գիտեք ինչ, մենք պետք է սպասենք ամսի 16-ին, որովհետեւ միանշանակ դեռ ես չեմ կարծում, ես կարծում դեռ խմորումներ են գնալու Գյումրիի ընտրություններին, որովհետև նախորդ օրն էլ տարբեր հայտարարություններ եղավ, այսօր էլ Մարտուն Գրիգորյանի դաշինքը հայտարարությունով հանդես եկավ, այնտեղ տարբեր կարծիքներ կային այդ ձայնը տալու։ Գիտեք ինչ, ես հասկանում եմ, այնտեղ այլ խմորումներ կան նաև անձնական, բայց եթե մարդը իր անձնական խնդիրները եւ անձնական շահը վեր է դասում պետական շահից, ուրեմն նա քաղաքականությամբ չպետք է զբաղվի։ Ես ինչի համար եմ այս հարցը տալիս, պարոն Մաշկալյան։ Մինչև հիմա ընդդիմությունն ասում էր, որ ժողովուրդը բավականաչափ չի հավաքվում, հա, ժողովուրդը վերաբերմունք ցույց չի տալիս իշխանությանը, դրա համար իշխանապողություն տեղի չի ունենում։ Հիմա ժողովուրդը ցույց տվեց, որ ինքը չի աջակցում Նիկոլ Փաշինյանին։ Հիմա ինչու ընդդիմությունը այլևս ժողովրդին չի մոբիլիզացնում, որտեղ ել չեն կարող ասել, որ ժողովուրդը գիտե մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանի կողմն է։ Փաստորեն ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը չունի վարկանիշ։ Ուրեմն ընդդիմությունը պետք է ինչ-որ բան անի։ Դուք օրինակ ընդդիմություն ասվածը, դուք ոնց եք պատկերացնում, վերջը մի անձ կամ ինչ-որ մի
կուսակցություն կամ ինչ որ մի դաշինք Երկրորդ եւ երրորդ նախագահներն իրենց քաղաքական թիմերով։ Լավ, երկրորդ եւ երրորդ նախագահները իր քաղաքական թիմերով։ Բայց հիմա տեսեք, նախ ասեմ, այսօր դաշտում միայն երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերը չեն, որ ակտիվ են։ Այսօր դաշտում նաեւ կան, այսպես ասեմ, դաշինքներ, կցորդ թիմեր, ընդունենք նույն Արտուր Վանեցյանի հայրենիք դաշինքը միավորվել է հանրապետական կուսակցությանը։ Գիտեք ինչ, խնդիրը դրա մեջ չէ։ Խնդիրը այլ տեղում է։ Մարդիկ չեն վստահում։ Այո, այսօր իշխանությունը չունի այն աջակցությունը, որ ունեցել է 21 թվականին, ել չեմ ասում 18 թվականին, բայց չի տեսնում այն ուժին առայժմ, որը կարող է գեներացնել ամբողջ ընդդիմադիր դաշտը։ Եվ դրա մեղավորությունը ոչ այդքան մարդկանց մեջ է այս պահին, ինչքան այն մարդկանց, ովքեր փորձում են առաջնորդել տարբեր շարժումներ։ Ես ձեզ կարող եմ հիմա մի փոքր նաև մանրանանք այդ պահը։ Տեսեք, հիմա դաշտում ովքեր են ակտիվ, բացի երկրորդ եւ երրորդ նախագահներից, եթե այսպես վերցնենք, որտեվ միտեղ եւ երկրորդ եւ երրորդ նախագահներին, այսպես ասած, ընդհանուր հանրության, եթե վերցնեմ լայն զանգվածը, միգուցե եւ չի աջակցում։ Լայն զանգվածի մասին է խոսքս գնում, մարդիկ ուզում են ինչ որ նոր ուժ տեսնել, մարդիկ ինչ որ նոր տարբերակներ են ուզում փնտրում են ամենայն դեպս։ Հիմա տեսեք, դաշտում Արշակ Կարապետյան ակտիվ է, նախկին պաշտպանության նախարար։ Արտուր Վանեցյան, նախկին ԱԱԾ տնօրեն։ Տեսեք, հիմա այդ մարդիկ փորձում են առաջնորդել շարժումներ տարբեր։ Հիմա տեսեք, ով է Արշակ Կարապետյանը։ Ես հիմա ուզում եմ անդրադառնամ մի, այսպես ասեմ, եռյակի մասին, որը մենք միասին կվերլուծենք, էլի արդյոք իրենց մոտ կստացվի գեներացնել հանրությանը, թե ոչ, ընդդիմադիր հատվածին նկատի ունեմ։ Արշակ Կարապետյանը 2018 թվականին այն 12 հոգուց միակն է եղել, ով ցուցմունք է տվել երկրորդ նախագահի դեմ, որի հիման վրա երկրորդ նախագահը տարի 8 ամիս կալանավորված է եղել։ Ֆիքսեցինք սա։ Եվ որի դիմաց Արշակ Կարապետյանը ստանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականի պաշտոնը։ Ֆիքսեցինք դա։ Մյուս նախկին պաշտոնյան Արտուր Դավթյան, նախկին գլխավոր դատախազ։ Այդ ցուցմունքի հիման վրա գործ է հարուցել Ռոբերտ Քոչարյանի դեմ, որի համար 2018 թվականից հետո շարունակել է պաշտոնավարել իշխանազավթումից հետո։ Ֆիքսեցինք սա։ Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Արտուր Դավթյանը, որը այդ ցուցմունքի հիման վրա եւ հարուցած քրեական գործի կալանավոր է Ռոբերտ Քոչարյանին, որի դիմաց ստացել է գեներալ-մայորի կոչումը։ Ես չեմ ուզում հիմա ասեմ, ինչի դիմաց է ստացել նա ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնը, թող ինքը դա ասի։ Հիմա տեսեք, այս 3 նախկին պաշտոնյաներից 2-ը առնվազն, ես չեմ ուզում հիմա անդրադառնամ Արտուր Դավթյանին, որովհետև ինքը համենայն դեպս շարժումներ չի առաջնորդում եւ կուսակցություն չի բացել։ Ինքը որպես շարքային աջակից այս պահին արդեն ընդդիմադիր դաշտում փորձում է ինչ որ մի ձևի, այսպես ասեմ, իր մեղքերը քաղել։ Բայց Արշակ Կարապետյանը եւ Արտուր Վանեցյանը իրենք չեն կատարել իր սահմանադրությամբ ընձեռնված հնարավորությունը եւ հիմա փորձում են այս եռյակը, նույնիսկ այս մի քանի օր առաջ Արտուր Վանեցյանը արդարացնում էր իրեն, ասելով թե գիտեք ինչ, ես ընդունեք կարող էի կալանավորել Նիկոլ Փաշինյանին, բայց Արտուր Դավթյանը հաջորդ օրը իրեն ազատ կարձակեր եւ կհարուցեր գործ իմ վրա որպես պետական հեղաշրջման փորձ կատարելու համար։ Դուք պատկերացնում եք հիմա ազգային անվտանգության ծառայության պետը չի մտածել երկրի անվտանգության մասին, այլ մտածել է սեփական անվտանգության մասին։ Հիմա այդ մարդու մոտ
կստացվի գեներացնել ընդդիմադիր շարժում, թե ոչ։ Հիմա Արշակ Կարապետյանին անցնենք։ Արշակ Կարապետյանը 2018 թվականին ստանձնելով վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը եւ ասեմ իդեպ ինքը հիմա շատ ակտիվ մեղադրում է Նիկոլ Փաշինյանին, նույնիսկ այս վերջին օրերին ինքը ասում է ես Նիկոլ Փաշինյանին զգուշացրեցի, ասեցի դու չես կարող զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Ինքն էլ ասեց, բա ես ինչ պաշտոն կարող եմ զբաղեցնել։ Ինքը հորդորել է, որ զբաղեցնի ազգային ժողովի նախագահի գոնե աթոռը։ Որովհետև դուք վարչապետ չեք կարող լինել, որովհետև մեզ վարի կտակ։ Ես կրկնում եմ իր խոսքերը։ Հիմա այդ վարի տվող վարչապետի հետ Արշակ Կարապետյանը 4 տարի ծառայել է։ Հիմա ոնց հասկանանք։ Նման մարդկանց մոտ կստացվի ընդդիմությունը գեներացնել, թե լավ, ում մոտ է ստացվելու։ Չէ, հիմա ես հեսա ավարտեմ, մենք կանդրադառնանք նաև այդ հարցադրմանը։ Տեսեք, հիմա ինքը ինչն է այդտեղ, գիտեք ոնց, հիմա գոնե փորձեն իրենց մեղքը քաղել, ընդունել, ասել դե հիմա սխալվեցինք։ Ինչ է ասում։ Ասում է ես դիտավորյալ եմ գնացել աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ, որ ինչ որ մի ձևի կարողանամ ներսից ինչ որ մի բան գոնե, այսպես ասեմ, կոնտրոլից դուրս չգա, էլի, հասկացաք էլի իր բանով, որ ինքը ինչ որ մի ձևի նպաստի Նիկոլ Փաշինյանին, զսպի Նիկոլ Փաշինյանին, ինչ որ տարբեր որոշումներ կայացնելուց առաջ։ Այսինքն, հիմա դուրս է գալիս 2018 թվականին գլխավոր խորհրդականն եք եղել։ 2020 թվականին պատերազմի ժամանակ եւս գլխավոր խորհրդականն եք եղել Նիկոլ Փաշինյանի։ Մեկը հարց չի տալիս, ինչ խորհուրդներ տվեցիք, որ պատերազմը նման ավարտ ունեցավ։ Մյուսը գալիս են 21 թվական։ Նախընտրական ժամանակաշրջանը արդեն 2021 թվականին ինչ պաշտոն է զբաղեցրել Արշակ Կարապետյանը, գլխավոր շտաբի առաջին տեղակալն է եղել։ Հետո ինչ պաշտոն է զբաղեցրել, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ ընտրություններից հետո։ Եվ ինքը հիմա մեղադրում է, որ ասում է կեղծիքներ են եղել, չգիտեմ, այնտեղ տարբեր բաներ, բա դուք եղել եք գլխավոր շտաբի առաջին տեղակալը, բա եթե մեղադրում եք տարբեր կեղծիքների, մեղադրում եք նաև ասում եք բանակը գնացեք քվեարկել է պարտադրված, բա դուք եք եղել բանակի գլխին։ Բա գնայեք թույլ չտայիք։ Դրանից հետո իրեն ընձեռնվել է արդեն ավելի բարձր պաշտոնի է նա նշանակվել պաշտպանության նախարար։ Այսինքն 4 տարի դուք ծառայեք մի իշխանությանը, որը դուք ամեն օր սխալվել եք, ամեն օր դուք փորձել եք իրեն զսպել, չի ստացվել ու 4 տարի, հասկանում եք, սա արդեն ցույց է տալիս, որ մարդիկ իրենց պաշտոնից զրկվելուց հետո, որոնք հեռացվել են իշխանության կողմից ներկա, հիմա փորձում են ինչ-որ մի ձևի, այսպես ասեմ, կասկածելի շարժումներով, կասկածելի դաշինքներով, հիմա մենք տեսնում ենք ամեն օր ամսվա սկզբից դաշինք են ստեղծում, ամսվա կեսին ինչ որ շարժում են ստեղծում եւ ամսվա վերջին էլ ինչ որ տարբեր կասկածելի հավաքներ են անում։ Հիմա գիտեք ինչ, այն պատմությունը դարձավ էլի վարչապետին, ասում է փող տուր խախտի, խախտի, փող տուր խախտի։ Արդեն երևում է ում հետ են աշխատել 4 տարի։ Հիմա տեսեք, հիմա ով պետք է իրականացնի ընդդիմադիր շարժումը։ Ես հիմա ձեզ կասեմ։ Այդ շարժումներին մի կողմ թողենք, իրենք այդքան ռեալ շանսեր սպայդրությամբ չունեն եւ մեծ ակնկալիքներ հենց խորհրդարանական ընդդիմությունից է, իրենք են մշտապես հանդես գալիս որպես տիտղոսակիր ընդդիմություն։ Դուք կարծում եք իրենք այդքան դուք նկատի ունեք հավանաբար առանցքային, այսպես ասած, ընդդիմադիրներ չեն, նրանք ինչ որ դերակատարություն չեն ունենում այս ամենի մեջ։ Դե փաստացի չեն ունենում։ Օրինակ Արշակ Կարապետյանը հանրահավաքներ չի հրավիրել եւ մենք չգիտենք թե նրա հետևից քանի հոգի կգնա, եթե նա հանրահավաք հրավիրի։ Իսկ առայժմ դեռ վերջին տարիներին, բացի Բագրատ Սրբազանի հանրահավաքներից, կարելի է ասել, այլ հավաքներ դեռ այսպես ասեմ մեծ չի եղել։ Վերջինը եղավ մի տարի առաջ, որ հանրահավաք է արվել։ Գիտեք ինչ,
Ես դա էլ եմ հիմա մի քիչ կարող ենք խոսել հոգևորականի նաև այս իրավիճակում փորձել առաջնորդել։ Ես այդտեղ վատ բան չեմ տեսնում, բայց գիտեք ինչ, ես չեմ կարծում, որ մեր երկրում չկան առաջնորդներ, չկան քաղաքական գործիչներ, ովքեր կարող են դա անել։ Հոգևորականը մենք ունեցել ենք, այո, պատմության մեջ, որ հոգևորականն է նաև առաջնորդել, թե Սարդարաբադի ճակատամարտում առանցքային դերակատարություն են ունեցել, բայց գիտեք ինչ, այսօր հոգևորականը այո, կարող է համախմբան եւ պետք է համախմբան կոչ անի։ Ես խրախուսում եմ, բայց քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքագետները։ Բայց երբ որ չեն զբաղվում, իդեպ դուք շատ լավ է որ նշեցիք հոգևորականի մասին, երեք ողջ օրը հանրապետական կուսակցության ներկայացուցիչները տարբեր մագդիրներ օգտագործելով թիրախավորում էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանին, նրա մի հայտարարության հետ կապված, որ Սերժ Սարգսյանն ու բառացի չեմ մեջ բերում, իմաստը հետևյալն է, որ Սերժ Սարգսյանը ընդդիմադիր դաշտը գրավել է եւ թույլ չի տալիս, որպեսզի ուրիշ ուժեր գան իշխանապողություն իրականացնեն։ Սրբազանի այս ասացի հետ համաձայն եք արդյոք թե ոչ եւ հանրապես ինչպես եք վերաբերվում այս process-ին, հա, որ մի հոգեվորականի ասածը մեծ ալիք է բարձրացնում քաղաքական դաշտում։ Նախ ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը այդպես գեներացրել է եւ թույլ չի տալիս, որ այլ քաղաքական գործիչներ եւս մասնակցեն կամ ցուցաբերեն ակտիվություն։ Աջապարյանի ասացին ես մասնակի համակարծիք եմ։ Գիտեք ինչ, Աջապարյանը ընդամենը հոգևորական է, որը արտահայտում է իր կարծիքը։ Եվ չպետք է Աջապարյանին այդպես ինչ որ թիրախավորել եւ ինչ որ ասել, այսպես ասեց կամ այնպես ասեց, մարդը արտահայտել է իր կարծիքը։ Եվ գիտեք ինչ, երբ որ ասում են հոգևորականը չպետք է զբաղվի, լավ, հասկանալի է, թող զբաղվեն քաղաքական գործիչները, բայց չմոռանանք նաեւ 90-ականներին այդ նույն հոգևորականները ավտոմատը ձեռքները Արցախում խրամատի մեջ նույն զինվորի հետ կանգնած են եղել։ Գիտեք ինչ, անտեսել, ինչ որ սկսել սենց թիրախավորել, ես չեմ ողջունում նման դիրքորոշումը։ Մի փոքր խոսենք նաև ընդդիմադիր պայքարի հեռանկարների մասին։ Մոտ ապագայում տեսնում եք հավանականություն, որ փողոցային պայքար կսկսվի եւ եթե այո, ապա ում կողմից։ Մոտ ապագայում չեմ տեսնում ես փողոցային պայքար։ Ես կցանկանամ մի փոքր ավարտեմ իմ ասածը։ Տեսեք, փողոցային պայքարը պետք է նախ հասկանանք արդյոք այդ զանգվածը կա փողոցային պայքարի, սա մեկ։ Եվ ես որ տեսնում եմ հիմա դաշտում, ես ավելին կասեմ, խանգարողներն են շատ։ Խանգարողները շատ են, եթե խանգարողներ չլինեն, միգուցե։ Եվ տեսեք, ես նշեցի Պաշտպանության նախկին նախարարի, ես նշեցի նախկին դատախազի եւ նախկին ԱԱՑ-ի պետի գործընթացը, երբ որ իրենք եղել են իշխանության թևում։ Եվ հիմա իրենք փորձում են իրենց մեղքը, իրենց անգործությունը բարթել մեկը մյուսի վրա։ Հիմա Արտուր Վանեցյանի ասածը, որ ես կարող էի կալանավորեմ, բայց Արտուր Դավթյանը իրեն հաջորդ օրը ազատ կարձակեր, դուք հասկանում եք, սա հիմա դուրս է գալիս մարդը չի կատարել իր լիազորությունները, հիմա փորձում է առաջնորդել ընդդիմադիր պայքար։ Չի ստացվելու նման մարդկանց մոտ։ Երբեք չի ստացվելու։ Ստացվելու է այն մարդու մոտ, ընդդիմությունը կարող է առաջնորդել այն անձը եւ այն կուսակցությունը, որը որ չի ողջունել 2018 թվականին այս իշխանազավթմանը եւ ծափ չի տվել Նիկոլ Փաշինյանին։ Քաղաքականապես մաքուր մարդիկ պետք է առաջնորդեն ընդդիմադիր զանգվածը։ Այլ մարդու մոտ չի ստացվելու։ Բայց այդ մարդիկ ուր են, հիմա ինչու չեն գալիս։ Գիտեք ինչ, այդ մարդիկ գիտեք ինչ, այդ համար ասում եմ, խանգարողներն են շատ։ Ժամանակը կգա, դեռ կարծում եմ հերթական ընտրություններին դեռ 1 տարի կա։ Եթե ինչ որ մի իրադարձություն լինի, որ արտահերթ ընտրություններ լինեն, կարծում եմ
կգտնվեն այդ մարդիկ, այդ քաղաքական գործիչները, ով պատասխանատվություն կվերցնի իր վրա։ Եվ գիտեք ինչ, մեր ժողովուրդը միշտ առաջնորդվում է, թե ում է հավանում, ում կնախընտրի։ Նման սկզբունքով որ շարունակենք, մենք լավ տեղ չենք հասնի։ Պետք է առաջնորդվել, ով կարող է, ով վերցնում է իր վրա պատասխանատվություն։ Եվ եթե չստացվեց, ինչ է լինելու, այդ հարցին էլ պետք է պատասխանեն ապագա ընդդիմադիր առաջնորդները, ովքեր որ կստանձնեն ընդդիմադիր պայքարը, իրենք անպայման այդ հարցին եւս պետք է պատասխանեն։ Եթե չստացվեց, ինչ է լինելու, որովհետեւ հիմա տարբեր գաստրոլյորներ, այսպես ասած, այսպես գալիս են, սկսում են ինչ-որ կասկածելի շարժումներ ստեղծել, դաշինքներ ստեղծել, եւ հետո տեսնես ոչ մի բան չի ստացվում։ Հետո էլ ասում են դե չստացվեց, ինչ անենք։ Դե չստացվեց։ Դրա համար պետք է առաջնորդվել մարդկանց ընտրել կրիտերիաներով, գիտեք ինչ, վերջը պետք է ուսումնասիրեք, տվյալ անձը ինչ անցած ճանապարհ ունի, ինչ հաջողությունների է հասել։ Իր վերջը, որ ընտրում ես առաջնորդի, պետք է չէ ինչ-որ չափանիշներ լինեն։ Ոչ թե ինչ-որ մեկին հավանում են, մեկին չեն հավանում, սա միս Հայաստանի մրցույթ չի։ Պետք է մենք առաջնորդվենք, ով կարող է եւ ով պատասխանատվություն է վերցնում իր վրա։ Գործող ուժերի մեջ չկան այդպիսիք, պետք է նոր ուժեր կան, ինչքան հասկացա ձեր խոսքը։ Գիտեք ինչ, գործող ուժերի մեջ 2021 թվականին օրինակ Ռոբերտ Քոչարյանը երբ առաջադրվեց, ինքը ստանձնեց պատասխանատվություն, ասեց, որ ես վերցնում եմ պատասխանատվությունը ինձ վրա եւ կարծում եմ նա այն քաղաքական գործիչներից չէր, որ ինչ որ sense օթում խոսար, եթե նա վերցեց պատասխանատվություն, կարծում եմ կար ինչ որ մի փրկության օղակ նաեւ Արցախի պահով, որովհետեւ նա նույնիսկ ասեց կա հույս, որ կարող ենք այն ժամանակ նույնիսկ Հադրութի վերաբերյալ նա ասեց, որ հնարավոր է ինչ որ որոշակի մաս իօքուտ Արցախի հանրապետության լինի։ Բայց հիմա արդեն գիտեք ինչ, դա արդեն անցած է։ Հիմա պետք է մենք հասկանանք Հայաստանի Հանրապետությունը ինչքանով կարող է պահել իր պետականությունը, եթե այսպես շարունակվի։ Խնդիրը հիմա սրա մեջ է։ Եվ վերջին հարցը, գիտեք, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստը, մոտ ապագայում հավանական համարում եք այդ պայմանագրի ստորագրումը։ Ոչ։ Գիտեք ինչ, խնդիրը նրանում չէ։ Տեսեք, հիմա շատ են խոսում, որ դե հիմա ինչ ա եղել, վերջը ավարտվել է, միգուցե գնանք հաշտեցման, չէ՞, քարոզը հիմա իշխանական թևը այդ քարոզն է տանում։ Ես էլ կարող եմ ասել, գիտեք ինչ, շատ երկրներ պատերազմել են, շատ ավելի մեծ պատերազմներ են եղել նաև խորհրդային միության ժամանակ։ Գերմանիան է խորհրդային միության հետ պատերազմեն, հիմա ինչա դիվանագիտական հարաբերություններ չկան, կան։ Խնդիրը նրա մեջ չէ, որ մենք պատերազմ ենք ունեցել, խնդիրը նրա մեջ չէ նույնիսկ, որ ես ձեզ ասենց ասեմ, նույնիսկ ցեղասպանության այդ ճանաչման process-ը խնդիրը դրա մեջ չէ։ Խնդիրը ավելի խորն է։ Խնդիրը նրանում է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կառուցել են պետություն ոչ իրենց պատկանող հողի վրա։ Ես բացառում եմ խաղաղությունը։ Պատահական չէ, որ դեռ Աթաթուրքի ժամանակ ասում էին, մեկ հայ պետք է լինի, այն էլ թանգարանում։ Դա ինչու էին դա ասում։ Որովհետեւ եթե հայ չլինի, պահանջատեր չի լինի։ Իրենք գիտեն, չէ, որ իրենք պետություն են կառուցել ոչ իրենց պատկանող հողի վրա։ Եթե պահանջատեր չլինի, շատ ավելի հանգիստ կապրեն։ Դրա համար են հիմա իրենք ձգտում ես, ասում են Զանգեզուրը մերն է, ընդունենք Երևանը մերն է, Սևանը մերն է, դա հենց այնպես չեն ասում։ Սա ասում են, որ հետո անցնի մի որոշ ժամանակ, ասեն դե մենք ասում էինք։ Եվ գիտեք ինչ, օրինակ Արցախի մեր կորուստը դա ասենց ասեմ, Ադրբեջանին Արցախը պետք էր ոչ միայն որպես տարածք, այսպես ասեմ, որպես ռեսուրսի նկատի ունեմ։ Ադրբեջանին Արցախը պետք էր, որ որպես ստեղծված պետությունից ինքը դառնա պատմական պետություն։ Արհեստական ստեղծված պետությունից 18 թվականին
թվականից դառնա պատմական պետություն։ Նա միայն Արցախով կարող է դառնալ պատմական պետություն։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, ես զրուցում էի անկախ վերլուծաբան Կարեն Մաշկալյանի հետ, կհանդիպենք։